Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 5 Եվ նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։ Երկրորդ Կորինթացիներին 6:16 Ինչ ուրախալի պնդում է իմ ժողովուրդը, ինչ քաջալերական հայտնություն է, նրանց Աստվածը, որքան իմաստ ու նշանակություն կա այս երկու բառի մեջ, իմ ժողովուրդը։ Դրանք յուրօրինակ առանձնահատկություն ունեն, ողջ տիեզերքը պատկանում է Աստծուն։ Երկինքն ու դրախտը Տիրոջն են պատկանում, և նա թագավորում է մարդկանց որդիների վրա։ Սակայն նրանց մասին, ում ինքն ընտրել է, ում իր համար փրկագնել է, նա ասել է այն, ինչ չի ասել մյուսների մասին՝ իմ ժողովուրդը։ Այլ բառերի մեջ ամփոփված է պատկանելիության գաղափարը, որտև Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է։ Երկրի բոլոր ժողովուրդները նրան են պատկանում, ողջ աշխարհը նրա իշխանության ներքո է գտնվում, իսկ ընտրյալ ժողովուրդը նա բացառիկ սեփականությունն է, քանի որ նա նրա համար շատ ավելին է արել, քան մյուս բոլորի համար։ Նա նրան փրկագնել է արյունով, մոտեցրել է իրեն և ողջ սրտով հոգ է տանում նրա համար։ Նա նրան սիրել է հավիտենական սիրով, անհակ սիրով, որն ի զորու չէ նվազեցնելու նույնիսկ ժամանակը։ Թանկագին ընկեր, կարող ես քեզ համարել Աստծո ընտրյալ, կարող ես նայել երկնքին ու ասել. «Տեր իմ և Աստված իմ, ես կապված եմ քեզ հետ արյունակցական կապերով, որոնք ինձ թույլ են տալիս քեզ Հայր կոչել և օրհնյալ հաղորդակցությամբ, որն ունենում են, երբ դու ինձ հայտնում ես քեզ ծածկված մարմնով աշխարհից»։ Կարող ես ընթերցելով ներշնչված գիրքը դրա էջերում գտնել սեփական փրկության այդ հաստատումը, գտնել քո տիտղոսը գնված պատվական ու թանկ արյամբ։ Կարող ես խոնարհ հավատով դիպչել Հիսուսի հագուստին ու ասել. «Իմ Քրիստոս»։ Եթե այո, ապա Աստված քեզ ու քո նման մյուսներին անվանում է իր ժողովուրդը։ Եթե Աստված քո Աստվածն է ու Քրիստոսը քո Քրիստոսն է, ապա Տերը քո հանդեպ տարբերակիչ բարեհաճություն է հանես բերել։ Դու նրա ընտրության հասցեատերն ես սիրելի որդու միջոցով։